Ինչու է վտանգավոր կարճ հոլովակների դիտումը։ Ես կանակենտրոնի տնօրեն հոգեբան Էլիզա Մանուկյանն եմ։ Չեմ սիրում վախեցնել, սակայն բացատրեմ եւ լուծումներ առաջարկեմ ժամանակակից վտանգ կլիպային մտածողության մասին։ Երբ երեխան տևական ժամանակ թերթում է 30-ից 60 վայրկյանանոց կարճ հոլովակները, նրա մոտ ձևավորվում է այսպես ասած կլիպային մտածողություն։ Արդյունքում երեխաները չեն կարողանում կենտրոնանալ դասերի վրա։ Նրանց բարդ է կարդալ երկար տեքստ կամ խնդիրներ լուծել։ Ուշադրությունը անջատվում է, երբ նյութը պահանջում է մի փոքր ջանք։ Նկատել եք դուք ինքներդ, երբ կարճ հոլովակներ եք դիտում, մի քանի ժամ անցկացնում եք սոցցանցերում։ Երեխայի ուղեղն ավելի զգայուն է եւ ավելի հեշտ է կախվածություն ձևավորում։ Որքան դժվար է լինում երեխային համոզել, որպեսզի նստի եւ կենտրոնանա դասի վրա։ Ինչ անել։ Ոչ բղավել, ոչ էլ ամբողջությամբ արգելել, բացատրել վտանգը եւ պայմանավորվել հստակ, հասկանալի սիրով։ Օրինակ, հեռախոսով զբաղվել միայն սահմանված ժամանակ, օգտագործել թայմեր, միասին ընտրել օգտակար բովանդակություն, կանոնավոր հետևել որոշման իրականացմանը։ Ամենակարևորը ձեր օրինակն է, երբ երեխային ասում եք շատ ես օգտագործում հեռախոս, սակայն դուք ինքներդ ժամերով թերթում եք սոցցանցերի էջերը, երեխան ձեզ չի լսում, որովհետև այլ բան է տեսնում։ Փորձեք նաև ինքներդ կարգավորել ձեր մեդիա ժամանակը։ Ժամանակակից տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, սակայն սահմանների բացակայությունը կարող է վնասել։ Ձեր դերը որպես ծնող ոչ միայն վերահսկել, այլև բացատրել, ուղղորդել եւ լինել օրինակ։ Ինչպես մեծացնել երջանիկ երեխա, գրքույկ եմ հեղինակել ծնողավարման օգտակար խորհուրդներ, մեթոդներ, խաղեր կգտնեք։ Մեկնաբանություն գրեք, ուղարկենք ձեռքբերման պայմանները։